Երևանի կենտրոնն առավոտյան բազմամարդ էր։ Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշները կողք կողքի են եւ փողոցում եւ հավաքվածների ձեռքերին։ Սպիտակ սավանի տակ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության խորհրդանիշն է։ Հեղինակն ասում է, պատահական չէ, որ որպես բարեկամության խորհրդանիշ կանանց է ընտրել։ Մայր հայրենիք հասկացությունը երկու ժողովուրդներն էլ ունեն։ Ասում է, չէ, մայր ռոդինը մահացման, ճիշտ է, որ կանայք են։ Կանայք հնկուշ, կանայք միացնող, տղամարդիկ ինչ, մեկ է տեսար կռվան։ Հուշարձանի կառուցմանը Մոսկվա բնակ հայեր են աջակցել։ Եղբայրություն չեն անում մի տարի, 2 տարի, 5 տարի, 50 տարի, անում են ամբողջ կյանքը եւ ռուս եւ հայ ազգը միասին ցույց են տալի, որ բոլոր քրիստոնյաները կարող են միասին մեր խաչը տանել։ Միացյալ խաչի հանդիսավոր բացմանը նախագահ Սերժ Սարգսյանն է ներկա։ Բացման պատիվը հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ Տիգրան Սարգսյանին եւ Մաքսիմ Սոկոլովին է վերապահված։ Սպիտակ մոխրագույն գրանիտից հուշարձանը 4.5 մետր բարձրություն ունի։ Հայ եւ ռուս ժողովուրդներին խորհրդանշող կանայք գլուխ են խոնարել ընդհանուր հավատքի խորհրդանիշ խաչի առջև։ Ժամանակակից հայ-ռուսական հարաբերությունները հատուկ բացառիկ բնույթ ունեն։ Դրանք ոչ միայն ռազմավարական դաշնակցային են, այդ հարաբերությունները չի կարելի բնութագրել պարզ թվային տվյալներով։ Մեր հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության վրա, դիմացել են ժամանակի փորձությանը։ Այս արձանը նաև յուրատեսակ ուղերձ է գալիք սերունդներին, հիշեցում մեզ միավորող արժեքների մասին։ Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները ռազմավարական են։ Մեր պատմության մեջ նոր շատ կարևոր շրջան է սկսվում՝ համատեղ շարունակական զարգացման։ Երևանյան հուշարձանի նույնատիպը դեռ 1997 թվականին Մոսկվայի 850-ամյակի առթիվ տեղադրվել է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Երկու հուշարձանի պատվանդաններին փորագրված են Մոսկվա եւ Համայն Ռուսիո երջանկայիշատակ պատրիարք Ալեքսի II-ի խոսքերը։ Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Արկադի Գրիգորյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։